Ողջույն սիրելի հետևորդներ, եթե այսօր քեզ հարցնեն, որտեղ է քո ամենամեծ պատերազմը, գուցե ասես աշխատանքի մեջ, ընտանիքում, ֆինանսների, առողջության կամ հարաբերությունների մեջ, բայց Պողոս առաքյալը միանգամայն այլ պատասխան է տալիս, նա ասում է, ամենամեծ պատերազմը մարդու ներսում է, նրա մտքում, սատանան նախ չի հարձակվում քո դրամապանակի վրա, առողջության կամ տան վրա, նա նախ փորձում է գրավել քո մտածողությունը, որովհետև եթե նա կարողանա ղեկավարել քո միտքը, ապա հեշտությամբ կազդի նաև քո որոշումների, խոսքերի և կյանքի վրա։ Այսօր միլիոնավոր մարդիկ արտաքինից խաղաղ են թվում, բայց ներսում ամեն օր պատերազմի մեջ են, վախերի, մեղքի, գայթակղությունների, հպարտության, նախանձի, հուսահատության և ամենավերջում մտքերի մեջ։ Եվ հենց այս պատերազմի մասին է խոսում Կորինթացիներին ուղղված երկրորդ նամակի 10-րդ գլխում։ Եվ ասում է, եթե ուզում ես հաղթել, ապա պետք է կարողանաս սովորել կառավարել քո միտքը։ Ճիշտ է, ապրում ենք մարմնի մեջ, բայց մարդկային նկրտումներից մղված չէ, որ պատերազմում ենք, քանի որ պատերազմի մեր զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծուց տրված զորավոր զենքեր են, քանդելու ամրությունները, քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծո գիտության դեմ գոռոզացած ամեն պատնեշ և գերում ենք բոլոր մտքերը, բերելով Քրիստոսի հնազանդությանը, և պատրաստ ենք պատժելու որևէ անհնազանդություն, երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Ամեն։ Թեև մարմնի մեջ ենք ապրում, բայց մարմնավոր կերպով չենք պատերազմում։ Պողոսը հիշեցնում է, որ քրիստոնյան ապրում է այս աշխարհում, բայց նրա գլխավոր պայքարը միայն տեսանելի իրադարձությունների դեմ չէ։ Շատ անգամ մենք մարդկանց ենք համարում մեր թշնամիները, մենք մեղադրում ենք ղեկավարներին, հարևաններին, գործընկերներին կամ ընտանիքի անդամներին։ Բայց Պողոս առաքյալն ասում է, որ իրական պատերազմը շատ ավելի խորն է, այն հոգևոր պատերազմն է։ Մարդը կարող է հաղթել բոլոր արտաքին հակառակորդներին և միևնույն ժամանակ պարտվել իր ներսում։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը ասում է, որ քրիստոնյայի մեծագույն հաղթանակը ուրիշներին հաղթելը չէ, այլ սեփական կրքերն ու մեղավոր ցանկությունները հաղթահարելը։ Այս խոսքը հատկապես կարևոր է մեր ժամանակներում, երբ մարդիկ հաճախ ամբողջ ուժը ծախսում են ուրիշներին փոխելու վրա, բայց մոռանում են փոխել իրենց կյանքը, իրենց ներաշխարհը։ Մեր պատերազմի զենքերը մարմնական չեն։ Աշխարհն իր խնդիրները լուծում է ուժով, ճնշմամբ, վիրավորանքով և վրեժխնդրությամբ։ Քրիստոսը մեզ տալիս է այլ զենքեր՝ աղոթք, Աստծո խոսք, սեր, խոնարհություն, ներում, Սուրբ Հոգու զորություն։ Սրանք արտաքինից թույլ են թվում, բայց հենց այս զենքերով առաջին քրիստոնյաները փոխեցին ամբողջ աշխարհը։ Այսօր մարդիկ մտածում են, որ ամեն խնդիր կարելի է լուծել բարձր ձայնով, սուր մեկնաբանությամբ կամ սոցիալական ցանցերում վիրավորելով։ Բայց ատելությունը երբեք ատելությամբ չի հաղթվում։ Սուտը չի հաղթվում նոր ստով, մեղքը չի հաղթվում մեղքով։ Աստված մեզ տալիս է այլ ճանապարհ։ Սուրբ Եփրեմ ասորին ասում է. այն մարդը, ով ծնկի է գալիս աղոթքի մեջ, ավելի ուժեղ է, քան նա, ով միայն բռունցքն է բանեցնում։ Կործանում ենք խորհուրդներն ու ամեն բարձրություն, որ կանգնում է Աստծո գիտության դեմ։ Պողոս առաքյալը խոսում է, որ ոչ թե շենքեր քանդելու, այլ կեղծ մտածելակերպը կործանելու մասին։ Մարդու կյանքը փոխվում է այն ժամանակ, երբ փոխվում է նրա մտածողությունը։ Եթե հավատում ես, որ Աստված քեզ երբեք չի ների, այդ սուտը քեզ կկապի։ Եթե հավատում ես, որ առանց փողի արժեք չունես, այդ սուտը կղեկավարի քո կյանքը։ Եթե հավատում ես, որ վրեժը քեզ խաղաղություն կտա, այդ սուտը կկործանի քեզ։ Քրիստոնեական պայքարը սկսվում է մտքի նորոգումից։ Սուրբ Գրիգոր Նյուսացին ասում է, մեղքը նախ մտքի մեջ է տուն կառուցում, հետո միայն գործի մեջ է երևում։ Այդ պատճառով պետք է զգոն լինել ոչ միայն մեր արարքների, այլև մեր մտքերի նկատմամբ։ Գերի ենք վերցնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Սա հատվածի ամենազորեղ արտահայտություններից մեկն է։ Նա չի ասում, որ
յուրաքանչյուր միտք Աստծուց է գալիս։ Նա ասում է. «Ստուգիր քո մտքերը»։ Այս միտքը քեզ մոտեցնում է Աստծուն, թե հեռացնում է նրանից։ Այս միտքը լցնում է քեզ սիրով, թե ատելությամբ։ Այս միտքը հավատից է ծնվել, թե վախից։ Եթե միտքը հակառակվում է ավետարանին, այն պետք է մերժել։ Այսօր մենք օրական ստանում ենք հազարավոր տեղեկություններ, լուրեր, տեսանյութեր, գովազդներ, մեկնաբանություններ։ Դրանք բոլորը պայքարում են մեր ուշադրության եւ մտածողության համար։ Քրիստոնյան պետք է սովորի ոչ թե ամեն ինչ ընդունել, այլ ամեն ինչ քննել եւ ավետարանի լույսի ներքո նայել։ Սուրբ Մաքսիմոս Խոստովանողը սովորեցնում է, որ միտքը, որը սովորել է զննել իր մտքերը, արդեն իսկ հաղթել է կրքի դեմ պատերազմում։ Պատրաստ ենք պատժելու ամեն անհնազանդություն, եւ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Պողոսը նախ խոսում է սեփական հնազանդության մասին, հետո միայն ուրիշների ուղղման։ Սա կարևոր սկզբունք է։ Չես կարող ուրիշներին սովորեցնել այն, ինչ ինքդ չես ապրում, չես կարող պայքարել ուրիշի մեղքի դեմ, եթե անտեսում ես սեփականը։ Սուրբ Օգոստինոսն ասում է. նախ հաղթիր քեզ, հետո քո խոսքը զորություն կունենա ուրիշների վրա։ Այսօր աշխարհի ամենամեծ մարտադաշտերից մեկը մարդու միտքն է։ Սոցիալական ցանցերը, լրատվամիջոցները, գովազդները եւ նույնիսկ զրույցները մշտապես փորձում են ձևավորել մեր մտածողությունը։ Եթե չլցնենք մեր միտքը Աստծո խոսքով, այն կլցվի աշխարհի աղմուկով։ Եվ ինչով լցված է միտքը, դրանով էլ կձևավորվի կյանքը։ Հետևաբար ամենամեծ հաղթանակը սկսվում է ոչ թե արտաքին հաջողությունից, այլ ներքին նորոգումից։ Փորձիր ամեն առավոտ սկսել օրը Սուրբ գրքի ընթերցանությամբ, ոչ թե հեռախոսի նորություններով։ Եվ բացասական միտք է գալիս, հարցրու, սա Աստծուց է, թե վախից։ Սովորիր աղոթքով կանգնեցնել մեղավոր մտքերը։ Մի սնուցիր այն մտքերը, որոնք քեզ հեռացնում են Քրիստոսից։ Ների նույնիսկ եթե զգացմունքները դեռ ցավում են։ Ավելի շատ լսիր Աստծո ձայնը, քան աշխարհի աղմուկը։ Հիշիր, որ յուրաքանչյուր հաղթանակ սկսվում է ճիշտ մտածողությունից։ Քո լեզուն օգտագործիր օրնելու, ոչ թե վիրավորելու համար։ Ամեն երեկո քննիր օրդ եւ հարցրու. այսօր որ մտքերն էին ղեկավարում ինձ։ Երբ զգում ես ներքին պատերազմ, մի պայքարիր միայնակ։ Դիմիր Աստծուն աղոթքով եւ եկեղեցու աջակցությանը։ Սիրելի հավատավոր եղբայրներ, հետևորդներ, Կորինթացին ուղղված երկրորդ նամակի 10-րդ գլուխի 3-ից 6-րդ համարները մեզ բացահայտում են այն ճակատամարտը, որը հաճախ անտեսում ենք։ Մեր կյանքի ամենավճռորոշ պատերազմը տեղի է ունենում ոչ թե դրսում, այլ մեր սրտում եւ մտքում։ Հենց այնտեղ են ծնվում թե սրբությունը, թե մեղքը, թե հույսը, թե հուսատությունը։ Եթե սովորենք մեր մտքերը հնազանդեցնել Քրիստոսին, ապա մեր խոսքերն էլ կփոխվեն, մեր որոշումներն էլ, մեր ընտանիքներն էլ եւ ամբողջ աշխարհը։ Թույլ մի տուր, որ աշխարհի աղմուկը ձևավորի քո մտածողությունը, թող Աստծո խոսքը լինի այն ձայնը, որն ամեն օր առաջնորդում է քեզ։ Հիշիր, սատանան կարող է փորձել քո միտքը, բայց չի կարող տիրել նրան, եթե դու այն ամեն օր հանձնում ես Քրիստոսին։ Եվ երբ Քրիստոսը իշխում մեր մտքերում, ոչ մի արտաքին պատերազմ չի կարող խլել մեր ներքին խաղաղությունը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում, գրել ձեր կարծիքը, բաժնորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այսօրվա սուրբային հատվածի բացատրությունը ուղարկել քո բոլոր ընկերներին, բարեկամներին, նրանց եւս հաղորդակից դարձնելու Աստծո խոսքին։ Աստված օրհնի բոլորիդ։